Չեք ուզում փոխանցել։ Նպատակը բնականաբար ստեղ ենք աջակցելու մեր եկեղեցուն, վեհափառին, հոգևորական դասին։ Միանշանակ աջակցելու ենք մինչև վերջ, այս պայքարի վերջի հանգրվանը այսօր չեն կարա կանխատեսենք, երբ կլինի, ոնց կլինի, բայց մենք մինչև վերջ եկեղեցու կողքին կանգնած ենք ելնելու։ Նոր եկավ անցավ այդ իրադավը, այդ կլյաուզնիկ, ճիշտ ասած իմ մոտը սենց երկակի ստանդարտներով զգացողություններ էր, ես իրան հիշում եմ 2018 թվականին, երբ որ վեհարանը գրաված էր, ինքը իմ հետ, այս տիրադավը, ես չգիտեմ, մինչև վերջերս իրան սրբազան էի ասեմ, բայց արդեն լեզուս չի պտտվի իրան սրբազան ասեմ, որտև ինքը այդ սաղ կարմիր գծերը անցավ, բայց զարմանալի սեն շրջադարձա 18 թվին, ես որ իրան հիշում եմ, ինքը քացիներով, բոքսերով ոնց էր պաշտպանում իր եկեղեցին, ու այսօրվա այս շրջադարձը իր այս շատ մութ անհասկանալի բաներ կա, բայց ամեն դեպքում այսօրվա իր պոզիցիան հայտնի է, ինքը անարգանքել է արժանի, եթե ես կարենայի կխփեի, առանց վախենալու, թող ձերբակալեին ինձի, թող իրանք հասկանան, որ իրանց այդ ընդարմացած վիճակը, որ մտածում են, որ այս ժողովուրդը ազգը 100%-ի մեջ է զոմբիացած, ու իրանք անպատասխան են մնալու, հույսը դրանից կդրեն, անենց ագրեսիա կա, ուղղակի ես կինեմ, ինձ թույլ տվիմ էլի, ինչ-որ բղավել, ինչ-որ ոչ նորմատիվային լեքսիկոնով բառեր ասեմ, բայց շատ տղամարդիկ կան, որ լուր, հանդարտ կայնած են, բայց այդ պասիվ ագրեսիան ներսներում է ու անգրագետ չեն, մեր ազգի պատմությունը ինքը շատ լավ գիտի, ինչ խոսքով կարծում եք եկեղեցու դեմ արշավը դիմադրության կարժանանա ամեն դեպքում։ Անպայման։ Եկեղեցին նույն ժողովրդի դեմն է, ազգի դեմն է։ Ես մի բան ասեմ, եթե իրանք որոշակի առավելություն ունեն այս մարդկային օրենքների դաշտում, այդ հաշվարկով են անում, ինչ որ անում են, չէ, պետական, քրեական օրենսգիրք են մնացած օրենսգրքերով, եթե մարդկային օրենքների դաշտում իրանք այսօր առավելություն ունեն, բայց թող իսկ են հաշվարկը իրանք թող անեն, որ էսի հոգևոր դաշտ է ու բացի մարդկային հաշվարկներից, ստեղ գոյություն ունի նաև ոնց ասեմ, ռուսերեն երևի պետք է ասեմ, չլավեք предполагает, Бог располагает։ Ու մենք չգիտենք, Աստված մեկ օր հետո, մեկ շաբաթ հետո ինչ կորոշի ու ինչ կանի։ Ու իրանք երբեք իրանց ապահովագրված չզգան, ես թեկուզ այդ ագրեսիան, այդ ձեր ասած ապահով չզգան, եթե ոչ մարդկանցից իրանք Աստծուց անպայման ստանալու են։ Չի կարելի հոգևորին, հոգևորը այդքան պրիմիտիվացնել, հոգևորին այդքան բանալնի նայել ու այնքան անաստված ըլնել, որ ընդհանրապես այն Աստծու վախն ու երկյուղն էլ կորցնել։ Հանգարց իրանք հաշվարկ չանեն, ասում եմ, եթե մարդկային օրենքներով այսօր ինչ-ինչ առավելություններ ունեն այդ իշխանազավթ այդ դավաճանների կողմից, բայց եթե ինքը օծում ունի, սյոտակի այդ օծումները ինքը ունի, ու ինքը այն աստիճան արդեն Աստծու վախն ու երկյուղը կորցրել է, ուրեմն հաստատ ինքը, եթե ոչ մարդկանցից, Աստծուց անպատիժ հաստատ չի մնալու, հաստատ։ Շնորհակալ եմ շատ։